Բարև ձեզ բարեկամներ, Կիրակնորյա Փակ TV-ն է եթերում եւ մենք իհարկե ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս ժամին մեզ հետ են մեր կողքին։ Դուք գիտեք, որ մենք Կիրակի օրերը որոշել ենք դարձնել մշակութային եթեր եւ ամեն Կիրակի ներկայացնելու ենք հատկապես հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչներին։ Եք ձեզ այսօր իսկապես շատ հաճելի համակրելի մի անձնավորություն է հյուրընկալվելու մի մարդ Սոնա Սարգսյան կամ պարզապես Սոնա, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Գուշյան ջան։ Սոնա, շատ ուրախ եմ քեզ տեսնելու։ Դու միշտ եղել ես մնում ես ամենահմայիչ երգչուհիներից մեկը, եթե ոչ ամենահմայիչը։ Չնայած կար, չէ՞, հիշում ես մի մուլտֆիլմ կար։ Դի Սամայա, Սոնա ջան, շատ ուրախ եմ, բարի գալուստ։ Շնորհակալ եմ հրավերքի համար եւ առաջ անգամ եմ ձեզ մոտ շատ ուրախ եմ, որ սենց ռուբրիկա ոնց որ ասում են կա, որ մշակույթի արվեստի փաստեր, անակնկալներ, կարծիքներ, Փակ TV, բայց իրականում շատ բաց։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Դե մենք ուրախ ենք, որ դու մեզ հյուրընկալվել ես, որովհետեւ գիտես, ես պիտի ասեմ, որ մենք վաղուց ենք ուզում քեզ հրավիրել, բայց այնպես ստացվեց, որ դու այստեղ չէի, ես էի Մոսկվայում բուժումների գնում եւ անդադ ձգձգվում էր մեր հանդիպումը, բայց այսօր վերջապես այն կայանում է եւ կարծում եմ դրանից մեր ունկնդիրն է շահելու։ Գիտես, ես որպեսզի մենք շատախոսությամբ չզբաղվենք ու հնարավորինս շատ քո երգերը ներկայացնենք, հիմա դիտելու ենք քո ամենավերջին տեսահոլովակը Մորե Պակալենը, ծովը ծնկներից։ Իդեպ այդ երգը ես որքան տեղեկացա, ներկայացված է տարվա երգ։ Այո, դեկտեմբերի 6-ին։ Այո, եւ գլխավոր մրցանակին։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Երբ ինչպես նկարանեցիք այդ տեսահոլովակը։ Իդեպ ասեմ, երգը իմ երգացանկում շատ երգեր կան, բայց չեմ ունեցել, որ սենց բացի Երևան-Մոսկվա տրանզիտի այդ պրոյեկտի ժամանակ, որ անում ենք հայերեն եւ ռուսերեն, բայց դա իմ երգերը չեն եղել։ Երջանկության արցունքները Սերգեյ Պենկինի հետ կամ Սոսո Պավլիաշվիլի հետ Երանի թեն այդ պրոյեկտը երբ որ կար, իսկ սա արդեն իմ երգն է, որը գրել է Նիկի Գիբյանը եւ խոսքերը գրել է Ավետ Վարսեղյանը, որ խնդրեցի, որ հայերեն եւ ռուսերեն լինի։ Ասենք կուպլետը հայերեն եւ կրկներքը պրիպևը ռուս։ Հարյակը հայերեն, հարյակը։ Ճիշտ ասած ավետ ասեց, տենց լավ չի, արի կամ լրիվ հայերեն, կամ լրիվ ռուսերեն, տենց չի աշխատում, ասում չգիտեմ ինչն է աշխատում, ես ուզում եմ տենց։ Ու իսկ Մորե Պակալենը ինքը շատ մեծ իմաստուն ես անիմաստուն вообще աշխատում եմ երգերի կյանքում չերգեն ու շատ դուրս եկավ եւ մենք որոշեցինք սենց Էմորոսման Ռազ-2 Տիգրան Ավետիսյանի հետ նկարենք, все-таки չթողանք ֆոտոյով կամ պրոստը ստուդիյնի ու որտեղ ընտրեցինք, որ Սևանը մեր ասում են ծով է ու շատեր ասում են չի կարող պատահի, որ դա Սևանն է, այդ ինչ մեծ այդ ինչ մասշտաբն է, ու ասում եմ այո, ես ուզում եմ որ Սևանում ունենամ։ Դե հիմա մենք որպեսզի քո խոսակցությունը իմ ասած ամերիկապարանոց չընչի, մենք նախ դիտենք այդ տեսահոլովակը, վերադառնանք տաղավար եւ շարունակենք։ Խնդրեմ։ Ես ապրեցի քո ուսացով, կյանքը իմ քո երազածով, համբերության բաժակչեցով, ինչ ես ստացա ու կորցրեցի, ինչ մոռացա ու հիշեցի, քեզ ուղղակի հավատացի, երբ որ սիրտդ հասկանա Միգուցե քեզ մոտենամ во всей вселенной и во всех мирах море по колено слезы в берегах нам во всей вселенной на любой волне море
Սոնա հրաշալի երգ, իսկապես, եւ մենք տեսանք Սոնային այնպեսին ինչպեսին նա կար։ Ես հավատացի, որ իսկապես քեզ համար այդ պահին ծովը քո ծնկներին չէ, բայց գիտես դժվար է հավատալ, որ դա Սևանում էր։ Սևանում եք նկարել, չէ՞ ամբողջը։ Այո, շատերին չէ, ասում ասե, էսի ոնց կարա Սևան, իմ ընկերները Ռուսաստանից Ծովի հաճախ օվկիանոսի տպավորություն։ Мы едем тогда, если это Севан, мы точно едем, ասում դե точно надо приехать, որովհետև ինքը տենց էլ ասեն, չէ՞, ծով։ Այո։ Լավ, դե ամեն մի հոգու կներեք աշխատանք չի սա իհարկե։ Թիմային աշխատանք։ Այո, եւ իմ ստիլիստները, որ այդ մի օբրազով, բայց ինքը ավել բան պետք չէր։ Միշտ տարբեր օբրազներ ենք փոխում, չէ՞, մազեր, շորեր, պարողներ, չգիտես։ Ես ու պրիրոդաներ, այսինքն դա խոզածներ։ Հա, սենց չունեի։ Ես ասեմ, վաղուց չէինք տեսել այդպիսի տեսավորով։ Չունեի, միշտ սենց ինչ-որ տարբեր բաներ ա, բայց չէ, ունեցել եմ տենց տիպի, բայց ինչ-որ սենց հայերեն, ռուսերեն, որ չգիտեմ, որատեք ու որ ծով ա, մերսի իմ ստիլիստներին Սերժին, իմ Հարությունյան, Երևի ավետել համոզվեց, որ հայերեն, ռուսերեն կարելի է հաջորդ։ Հա, ասեց հանձնում եմ, որտեվ հա ինձ ասեց Սոնա շատ ադորեք է մարդկանց, ասեցի, բայց դու ասում էիր, մերսի որ լսեցիր, ոնց որ իմ ուզածը եղավ, որ հայերեն ռուսերեն եւ իհարկե Ջեսիկա Միգել Collection, որ այդ շորիկը սենց համահունչ արեց, որ այդ Սոյվանում չի պատասխանում ինչ ծովի շարունակությունն է։ Շնորհակալ եմ։ Հա, շատ։ Սոնա, ես քեզ շատ սիրում եմ նաեւ գիտես ինչի համար։ Որ եղբայրդ Գագիկը Սարգսյան մեր շախմատային մեկնաբանը իմ լավ բարեկամն ու ընկերն էին։ Իդեպ իմ ջեր բարևները կհաղորդած, ինքը եթերի, ես նրան բարևում եմ։ Այո, ինքն էլ ասեց անպայման կբարևես։ Տեսնում ես, մենք մեր ընկերությունը շատ հին պատմություն ունի։ Շախմատիստների հետ հեշտ չի ապրելը։ Դժվար է, դժվար։ Ես բախտ եմ ունեցել տարիներ շարունակ շփվել եւ գիտեմ թե դա ինչ։ Լավ, կյանքը շարունակվում է եւ Սոնան միշտ ինչ որ ինքնատիպ, այսպես իր երկերով միշտ մեզ ուրախացրել, զարմացրել եւ նաեւ մեր գոհունակությունն է այսպես առաջացրել։ Մի ժամանակ Սոնան Երևան-Մոսկվայից գծի վրա է, ցենց ասենք ժողովրդական լեզվով, եւ հիմնականում այն երկերը, որոնք դու կատարում ես այդ Երևան-Մոսկվա տրանզիտ, դրա շրջանակներում, այդ երկերը իհարկե շատ սիրվեցին, շատ ընդունվեցին, բայց կա մի երգ, որը ես կարծում եմ հատկապես այսօր մենք պիտի մեծ հաճույքով լսենք։ Խոսքս ձեր զուգերքի Արամ Մարտիրոսյանի հետ ձեր կատարման մասին է, որտեղ իսկապես դուք երկուսով կարողացաք շատ ինքնատիպ մի այսպես դուետ ներկայացնել։ Ցավոք շուտով կլինի 2 տարի, որ Արամը մեզ հետ չէ, բայց այս երգը կարող ենք նրա հիշատակին չէ նվիրել։ Չեմ ուզում դաժե հիշատակին, որովհետև Արան ինձ հետ ա ու կմնա, որովհետև որ ասում են դուետ չի հասկացողություն, դուետներ շատ ունեցել եմ, բայց սա այն դուետն է, որտեղ մենք համահունչ ենք, թե մեր էներգետիկ դաշտով, թե մեր տեմբրով, համ իր խրպոտությունը, համ այդ խրպոտությունը փոքրուց, համ այդ խենթ լինելը, вообще էներգետիկ մենք մի քիչ գժոտ ենք, լավ իմաստով, ու երաժիշտ լինելը, ոնց իր երկի մեջ կա, ավետնագրել, ասում չեմ դարել, ծնվել եմ երաժիշտ, ու մեր մոտ շատ համահունչ էր ու շատ, որ ասում եմ վերու էլի հավատում են, մարդիկ ու այդ որ դուրս եկավ 40 գրադուսով, շնորհակալ ենք շատ, Արանը գտեի դեպ այդ երգը, բարերը էլի Ավետը Բարսեղյան եւ Կարե Սևակը գործիքավորումը շատ ուժեղ այդ տանդեմը եղավ, իմ կարծիքով այսօր շատերը գրում են, սենց դուետ չկար, չի լինի երբեք, ոչ թե որ ինքը չկա, մեզ ասում են կենթանի ժամանակ էլ Արայի, որ ես ինչ է կարի, Արոն էլ մի 2 տարի որ ասում էր Սոն դուետա մեզ պետք, դուետա պետք, մի հատ կարատե է պետք անել, ասում են ինչ կարատեն է, որն ասում են դե չես հասկանում, հեսա կլինի, ու իրոք մենք ամբողջ Ռուսաստանի քաղաքներից կլինենք դա։ Օ, դա երբ էր 2000 որ թիվներ արդեն չեմ էլ հիշում точно,
Չեմ կարա պետք է YouTube-ով նայենք, որովհետև մենք մի հատ էլ ունենք զույգ, բրատ մոյ, որը կոչվում է։ Սոնա մի հուզվի, որովհետև ես հասկանում եմ Արամին անդադ հիշելով դու ինքդ քեզ իհարկե դժվարանում ես պահել էմոցիաները։ Շատ մեծ ստրես ենք տարել բոլորս, որովհետև հասկանում ենք այդ գույնը, այդ տեսակը չկա ու չի կարա լինի։ Իսկապես հրաշալի մարդ էր, ազնվորություն, իսկ երկիչ որպես անկարգնելի։ Լավ, սպասում ենք համերգը իր հիշատակին որ եղավ։ Այո։ Համալիրում սպասում ենք որ օրեր պետք է դուրս գա անհամբեր համալիրում։ Դե գոնե իր մահվան 2 տարին է լրանում շուտով։ Հա, կլինի, որտեվ համերգ ենք, դե այդ էր ամենադժվարը, որ ինքը չկար ու մենք երգում ենք իր երկերը։ Բայց եւ կար։ Եվ ինչպես դու ասացիր, ինքը միշտ ֆիզիկապես չկա, հա, բայց տենց ինքը կա, անդադ կա։ Մոյ դրուկ երգա դուրս եկել, իր ձայնագրությունը կար, այս մի ամիս առաջ։ Լավ, դիտենք այդ դուետը, այդ հրաշալի կատարումը, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Я твою любовь и грусть знаю наизусть, по глазам могу прочесть смех и ненависть. Сердце оставляет след, не размыть водой. Через сотни тысяч лет все равно с тобой. Может, я с ума сошел, а может нет. Может, просто я нашел у любви ответ. В сердце 40 градусов, а в душе жара. Ты живи, радуйся, нам любить пора. В сердце 40 градусов, солнце и огонь, а вместо паруса теплая ладонь. Может, я с ума сошел, а может нет. Может, я любовь нашел. Знаю каждый взгляд и вздох, в чем хороший плох. По губам могу прочесть правду или лесть. Если сердцу хочется любить, значит одиночество надо разлюбить. Может, я с ума сошла, а может нет. Может, просто я нашла у любви ответ. Сердце 40 градусов, а в душе жара. Ты живи и радуйся, нам любить пора. Сердце 40 градусов, солнце и огонь, а вместо паруса
пошла, а может нет. Может, я с ума сошел, а может нет. Мы с тобой любовь нашли. Շարունակում ենք ծրագիրը եւ երկչուհի Սոնան է մեր տաղավարում։ Սոնա, ես ամեն անգամ երբ լսում եմ Արամի կատարումները, միշտ ուզում եմ, բայց ձեզ այդ այս երգը, գիտեք, մի ժամանակ սա այնպեսի բում էր, որ ամբողջ Ռուսաստանը, ապա երկրներում այս երգը լսում էին եւ մարդիկ ապշած էին, զարմացած էին։ Դու արձագանքների մասին լսել ես։ Շատ։ Միջև այսօր օրել գնում եմ, ասում են, բայց դու էդի վնե կոնկուրենցիա, ասում եմ, շնորհակալ եմ, իրոք, բայց այդ մենք լսում ենք, ես էլ Արանը շատ ենք աշխատել, տարբեր քաղաքներ, շատ ուժեղ, իր ասաց, որ ասեց կարատե անենք, այդ կարատեն եղավ։ Հասկացար ինչ էր, հետո, որ դուրս եկավ երկու տեսանք, ասենք տարբեր, ոնց ասեմ, որ Ռուսաստանում էլ է, ծովափիա, ասենց կաֆեներում, բան, որ երաժիշտները երգում են, ամենտեղ մեզ նկարում ուղարկում են, մարդիկ գցում են, տարբեր, եմ որ ասում տոչկաներից աշխարհի, Ամերիկայում, այս 40 ես գիտեի Ամերիկայում, բացի հայերենից, անգլերենից, դժվար բան, վայ, ասում եմ, Սոնա, 40 գրադուսով սպանել եք, ցավոք սրտի սենց եղավ, մեր մյուս գործն էլ բրատ մոյ, որ կոչվում է, էլի յուրահատուկ սենց աշխատանք արվել, բայց 40 գրադուսով չկա ու չի լինի այդ հաստատ։ Արժան։ Սոնա, ես նկատեցի, որ իսկապես մի անգամից վերապրեցիր այդ օրերը, այդ հրաշալի անմոռաց օրերը, երբ միասին երգում էիք, երբ համագործակցում էիք, ել չեմ խոսում համատեղ ծրագրերի մասին, որ կար, բայց ամենակարևորը դու մի հետարքի առանձնահատկություն ունես։ Ես կան տղամարդկանց մեջ լիզերներ եւ կանանց մեջ էլ։ Այ քո տեսակը ոչ միայն լիզեր է, այլ ամենակարևորը ստեղծագործող, ինչ որ բան փնտրող։ Դու հավերժ լավից լավն ես ուզում։ Ես նայել եմ քո երգերը եւ մեկը մյուսից լավ, դա նշանակում է, որ քեզ չի բավարարել այն մակարդակը, որ կա, նորն ես ուզել։ Դժվար չի անցնել այդ մեկից մյուսը։ Ինձ թվում է յուրաքանչյուր արվեստի մարդը երբ ասում է ստոպ, բրցնում է, վերջանում ամեն ինչ, ու ես միշտ ասել եմ, ես քանակի համար չեմ։ Ես պետքա ավելի լավ է քիչ, բայց որակ։ Դրա համար իմ երգերը տարվա մեջ չեն 10 հատ, 12 հատ, 20 հատ դուրս գալիս։ Թող լինի սենց, միգուցե շատեր ասում են, Սոն պետքա փոխվես, դարը փոխվել է, տարին փոխվել, ասում եմ, բայց ես չեմ փոխվել, իմ հասկացողությունը դեպի երաժշտություն չի փոխվել, ես ոնց որ քանակի հետևից ընկնեմ ամիսը մեկ երգ, բայց մի երգը կապ չունենա, չտարբերվի, որ մեկ-մեկ ջղայնանում ասում եմ, ազգովի մի երգ են երգում, մեկը մյուսից չեմ տարբերվում, ներող, բայց տենց է, թող լինի քիչ, բայց որակ մնա, որովհետև ես կլինեմ, հետո չեմ լինի, չէ որ այդ պատմությունը այդ մնալու է, այս նույն YouTube, նույն այդ իստորիա, այդ պետքա մնա։ Իհարկե։ Ու ասեմ, իմ դասատուներն են շատ հզոր եղեն, ասենք նույն Կոնստանտին Օրբելյանը, որը ես ռուսերեն չեմ երգել, անգլերեն եմ երգել, ջազի դպրոցայի մոտ, ես ջազ եմ երգել, բայց երբ որ ուզեցի ռուսերեն երգեմ, երբ որ Արմեն Մարտիրոսյանի հետ բերեցինք Գասուդարственный оркестр Արմենիի, երբ որ արդեն Արմենը դիրիժոր, թե Արմենը ինձ տարավ Կոնստանտին Օրբելյանի մոտ Մոսկվայում, ես Մոսկվայի ապրում, ու երբ որ մայստրոն ասեց, ես իրան նվիրել էի, Արմենով փոխանցել էի, ձայնասկավառակը իմ 92 թվին դուրս եկել, այդ վաղ նոր CD հասկացողություն էր։ Ես էլ ունեի իրա վինիլից, Կոնստանտին Օրբելյան փոքր եղել, ու Արմենը որ փոխանցեց, ասեց երգ է ուզում, որ ինքը ինձ համար գրի Օրբելյանը, մենք եկանք իրա տուն, Արմենի հետ ասում եմ,
Դու очень другая, դու հաստատ հայ ես, ասում եմ, դե հա։ Դե Պետք է նոթեմ բանսից չնետ վագում է բան, վիսնուշկե եկս բան ասում եմ, դե ես իսկական երևի հայ եմ, մայստրո ջան, ինչ եք դե ասում եմ, մի տեսակ սենց ուրիշ ես, են ասում դե երևի, չգիտեմ, ասեց լսել եմ քո CD-ին, вместе пойдем на концерт Ջո Կոքերա։ Զեն ասում եմ, բայց հիմա արի բան գործիքի մոտ, ռայալի մոտ, եւ փորձենք ռուսերենի մեջ հələ հասկանանք ոնց երկես, որտեվ այդ քո խրիպացան, այդ քո պրիրոդան է, դրա դեմ բան չեմ կարող անել, բայց տեսնենք ինչ հələ փորձի ռուսերենը մի քիչ ուրիշ ձև։ Ես էլ սենց ապշած ասում եմ, This is исторический момент, որ ինձ գրեց երկու հատ երգ, իդեպ որ CD-ին բաց թողեց, այնտեղ կա Алла Пугачева «100 часов счастья», ու կա այդ երկու երգը, որ ինձ համար գրևեց, հետագայում ես մեր բակում, որը կոչվում է «Ромашки любви», որը գրեց բառերը Римма Казакова, հազար պայտեսա, որի հետ մենք ծանոթացանք, ինքն է դե ինձ տարել, և «Мир для двоих», այդ ձայնասկավառակի մեջ է։ Իհարկե այդ արդեն շատ մощն է, հետո մենք արդեն Արմենի հետ համերգը որ տվեցինք առաջի մի 6 ամիս համալիրում դե պարապում էինք, ասում եմ չեմ հասկանում, зачем тебе это надо։ Դու կարաս այդ փողերին ինչ ասես առնես, դե որ օրկեստրը մենք էինք պահում, էլի։ Եվ սովետի ասմաթիվը չի, որ ձեզ զարպլատա տա, չի տալի պետ, ստատուսը պետական է, բայց գումարային ֆինանսավորել է դա պետ։ Ասի Маэстро ջան, մի բան ասեմ ու փագենք թեման, ասի я за идею, всё точка, որ պետքա վերականգնվի, возродится государственный оркестр Армении։ Արժե։ Դե ես նորից եմ ասում, որ քեզ համար եղել է համար մեկ նախապայման է։ Ես գիտեմ նաև թե որքան ես սիրում Երևանը, մեր մայրաքաղաքը։ Ստեղ եմ ծնվել։ Դե այստեղ ծնվել ես, մեծացել ես, այստեղ բարել ես ծոնա։ Այդ մեր բակի Մեր հայկական է այդ մեր բակն է, բայց մեր բախտը ասում են պավիլոնցի սոնա, պավիլոն եմ ծնվել կենտրոնում։ Ես հիմա առաջարկում եմ Երևանի մասին մի երգ քո կատարումը, որից հետո շարունակենք։ Խնդրեմ, Երևան։ Երբ աղմկոտ է փողոցդ, ես հիշում եմ կրկին մանկության իմ պատրանքը, լավ օրերը իմ հին, ախ ինչքան երազանք կար պատանի սրտիս մեջ, որ պատմել ու կիսվել եմ քեզ հետ անվերջ։ Երևան իմ հին բարեկամն ես, իմ սրտին հուշել ես որ տանես, Երևան ուր գնամ ես, պիտի գամ քեզ մոտ մնամ ես, Երևան իմ հին բարեկամն ես, իմ սրտին հուշել ես որ տանես, Երևան ուր գնամ ես, պիտի գամ քեզ մոտ մնամ ես։ Անձրևոտ գիշերները հուշերն են իմ երեկվա, գիշերվա մեջ լույսերը ինձ հուշում են կգա, հանդիպումը մեր մոտ է հարազատ իմ քաղաք, Երևան իմ արևոտ տակ, Երևան իմ հին բարեկամն ես, իմ սրտին հուշել ես որ տանես, Երևան ուր գնամ ես, պիտի գամ
Սիրելի բարեկամներ, դե երկչույի Սոնան երբ մեզ հյուրընկալվում է, գիտեք, եւ շատ հեշտ է, եւ շատ դժվար։ Հեշտ, որտեղ ինքը լավ զրուցակից է, կարող ես ինչ ասես, խոսես։ Դժվար, որովհետեւ այնքան խորը անձնավորություն է, որ ամեն անգամ երբ տեսահոլովակ է գնում, նրա մեկնաբանությունը բոլորովին այլ այսպես տարբերակով ես նայում այդ տեսահոլովակին։ Քեզ համար ինչ որ նոր բաներ ես հայտնաբերում։ Այս հոլովակը Երևանի մասին, որ նկարանում եք, ես տեսա այնտեղ հատուկ պատրաստվել են, թե զուգադիպել է ինչ որ միջոցառում։ Մենք ինքներս չգիտեինք, ճիշտ ասած իմ յուբիլեի, չգիտեմ հայերեն ոնց է։ Հոբելյան։ Հոբելյան 51-ի ինքս եմ այս 50 շատ պատվեր աշխատանքներ գործեր ունեմ առանձին թե մարդիկ պատվիրում են իրանց հարսանիքացնում դա չգիտես տարբեր sense բաների բայց ես ունեմ մի քանի երբ որ ինքս եմ պատվիրել ինձ համար մեկը որը Երևանն է որովհետև ծնվել եմ Երևանում ապրել եմ մինչև 17 տարեկան եւ 17-ում նոր 90 թվականին գնացել եմ Մոսկվա ու ես չի կարող յուրավի է ուզում այդ իմ 50-ը եմ ասում 50 չեմ ասում 5 նոլ Արգենտինա Յամայկա այդ էներգիայով եմ ես պասպորտի թվերը կապ չունեն իրոք դե մեկ տեն մեջ ճայել բայց շատ հոգնած 508 Սոնայի սենց թողնի այո ու Երևան որտեղ ծնվել եմ ուզում էի այդ տեսարողակը եւ Տիգրան Ավետիսյան առաջարկեց 2 օր նկարենք որտեղ ուզում էի ինչ որ մի քանի գոնե տեղեր հասցնենք որտեղ իմ մանկապարտեզնա 6-րդ որտեղ գնացել պրոսպեկտում հաշվանդամների խանութ ունենք հիշում եք դրա հետևը իմ այլ այդ մանկապարտեզը ես Ամիրյան էի ապրում մեր կողքը մեր թաղերն է ուրեմն այդ են գնամ այդ ցերկով որ եկեղեցին այո որ գնում էի դե չկալով դպրոց ճանապարհիներ sense թեքվում էի Թումանյանով տենց այդ մեր եկեղեցին Զորավար այո այդտեղ գնացինք տենց եւ իհարկե կարևորը մարդիկ որ ինչ որ դեր են ունեցել իմ կյանքում նույն մայստրոն Լևոն Մալխասյանը ջազի հետ կապված դե մկոն մնում մկոն ինչեւ հիմա էլ ուրել գնում եմ աշխարհի ծերնել համերգներով ասում են այդ մեր գյոզալ տողում խիչ հարար ասում եմ այդ էլի մկոյի այդ որտեվ հավատացել են մեր բակը այսօր էլ նոր տարուն ամեն նոր տարուն տենում եմ մեր բակը ասեն ու շատ իրենց նայում են ասում լավ չհոգնակ ասում չէ ամենաուժեղն է մեր բակ առաջին ու երկրորդներ է կստати երրորդին ոչ ես ոչ մկոն էլ արդեն չկա բայց մենք առաջին ու երկրորդը որը ուժեղ է իրոք Գրիշան Աղախանյան շարմ ջազ ենք Ռուբենը որ այդ մեր բակ ֆիլմ արեցին ու գոնե որ դրա համար ուզեցանք 2 օր լինի Եվ դուրս եկանք առավոտ զարդներ եմ ու մեր պատուհանը բացեցի այդ պրոսպեկտ գիտեմ եմ այդ վազդուշը այդ շարերը ոնց չգիտեմ հայերեն օտապարիկները ոյ հեսենց հայերեն որովհետև 200 գրամ նիրոզբիրոշ այդ շարերը ասում եմ վայ Աստված ջան էս ի՞նչ է մենք պետք է ասում եմ զանգում եմ ասում եմ Տիգրան ջան դե ես մի քիչ ուշ պետք է պատրաստ լինեն իրանք առավոտ շուտ արդեն գիտեն որ պատրաստ եմ որտեղ պետք է նկարը անեն Զանգում ասում Տիգրան աչքի սաթվում էս ինչ հա ասում էս քո զակազնա աչքիս որ ասի ուզում եմ կլիպը Երևան ես տեղ եմ ծնվել էլ դերևի քեզ նվերա անգամ տրամվայի կադր տեսան Երևանյան որը սրիկաները վերացրին Տիգրանին շատ մերսի մենք որովհետև քայլում ենք ուզում ենք հին Երևան տեղեր շենքեր արդեն չեն թողել ոչ բան որը շատ ցավալի էր ասես քայլում ասում եմ Աստված ջան ախր ստեղ ասես գնում եմ կինոպիոներ էսի չգիտեմ ես ասում եմ ես չեմ ասում այն ասենք գիտեք ոնց արդեն հին տներ են որ ասում են բոմբոլած տներ ես չեմ ասում դրանք չվերականգնեին լավ շենքեր չլինեին բայց բաներ կա իստորիչի բաներ որ կարելի է ռեստավրացիա անել պատմական գնում ենք
Տիգրանն ասում է, սովոր, ասում դե չգիտեմ ինչ, գոնե գնանք Կասկադ, գոնե գնանք, չգիտեմ որտեղ կարան գնանք, որ հին տեղ են թողել, չեն ձեռտվել։ Իհարկե մաքսիմալ կամացում, որովհետև իրոք շատ դժվար է։ Ես չէի պատկերացնում, որ այդքան տեղեր արդեն չկա այդ մեր հին պատմական համալիր լավ գոնե համալիր գնանք նկարենք, գոնե Կասկադը ինչ որ։ Քանի չեն հաստրել քանդը։ Հա, չէ, դիտավ ու դրա համար Աստծո շատ շնորհակալ եմ, որ երևի որ ասում են մտքերը իրականանում են, որ ես իմ ծնունդիս այդ յուբիլեին ու Երևանցի ծնվել ուզում եի մի բան սենց մնար, էլի պատմություն մնար ու շնորհակալ եմ ամբողջ էլի թիմին, որ ես կարողացան անել ու ես ունեմ իմ երգացանկում Երևանից մասին այդ երգը Լավ, մի կատարում էլ պիտի հիմա դիտենք, կոչում է կարոտում, այդ հասկացա խոսքը, որ Լովակի մաս, խնդրեմ, այդ երգն ենք հիմա դիտում։ Մարախուղը սրտիս, որ դարձել էր ամպ, ծրեց իր արևոտ ջերմությամբ, տխրությունը սիզնից դու տարար հեռու, առանց հետս մի բան խոսելու, որ մնա, սիրտս քո սրտի կողքին ջերմանա, հոգիս գիշերով, որ արտանամ, իմ երազի խորքից, ջերմ համբույրները, քո հիշելով Յոթերորդ երկինքը մեր ներքևում է Երբ դու ինձ գրկում ու բաց չես թողնում Իմ երջանկությունը քո ձեռքերում է Քեզ հետ գոտում եմ, քեզ կարոտում եմ Յոթերորդ երկինքը մեր ներքևում է Երբ դու ինձ գրկում ու բաց չես թողնում Իմ երջանկությունը քո ձեռքերում է Քեզ հետ գոտում եմ, քեզ կարոտում եմ Հավատա որ քեզ հետ կմնամ ծարավ Տեղը գա օրերով ծովափին Սեր իմ հետդ կգամ հյուսիսից հարավ Որ լինեմ ես անվերջ քո կողքին Բախտը մեզ կապել է սիրո թելով Որ առանց իրար էլ չդիմանանք Երջանկանանք ես ասամա սիրելով Որ սրտիս տեղը լավ իմանանք Յոթերորդ երկինքը մեր ներքևում է Երբ դու ինձ գրկում ու բաց չես թողնում Իմ երջանկությունը քո ձեռքերում է Քեզ հետ գոտում եմ, քեզ կարոտում եմ Յոթերորդ երկինքը մեր ներքևում է Երբ դու ինձ գրկում ու բաց չես թողնում Իմ երջանկությունը քո ձեռքերում է Քեզ հետ գոտում եմ, քեզ կարոտում եմ Յոթերորդ երկինքը մեր ներքևում է Երբ դու ինձ գրկում ու բաց չես թողնում Իմ երջանկությունը քո ձեռքերում է Քեզ հետ գոտում եմ, քեզ կարոտում եմ Յոթերորդ երկինքը մեր ներքևում է Երբ դու ինձ գրկում ու բաց չես թողնում Իմ երջանկությունը քո ձեռքերում է Քեզ հետ գոտում եմ, քեզ կարոտում եմ Շարունակում ենք ծրագիրը եւ շարունակում մեր զրույցը մեր շատ սիրելի երգչուհու Սոնայի հետ։ Սոնա,
Դե ձմեռը շուտով գալիս է, մենք արդեն քո շնորհիվ քո երկի այդ տեսողովակի պատկերացրեցինք մեզ Ծաղկաձորում, այնտեղ եկա նկարահանել։ Այո, Ծաղկաձորում ուզում ենք դե Նիկ Եգիբյանն է գրել երկը, բառը գրել է Գրիգոր Կոկչյան, եւ ես էլ հասկանում եմ, այս իմ առաջի իմ սեփական հայերեն երգն է։ Առաջի անգամ պետք է հայերեն երգեմ, որովհետեւ մարդիկ ասում են դու քո ձևով յուրովի նենց լավ է քո մոտ հայերենը ստացվում իզուր չես երգում դե ասում երևի այդ ամեն ինչը իր ժամանակն ունի տենց ասում են իմ տատիկս որ գալիս մոտում էր տեսնում էր դե ես որպես պիանի ջազի բաժին եմ լավարտը եւ վոկալը ասում էր այդ քո ջազ մազը հասկանում եմ Բալիկ ջան քո ձևով այդ բայց հայերեն երգել խնդրում եմ մի քիչ հայերեն երգի ինչի դու չես ասում եմ տոտի ջան չեմ կարող ես հայերեն եմ գարգար ձենով ասում եմ ոչինչ քո ստիլով բայց հայերեն ու ես շնորհակալ եմ տատիկին այդ փոքրուց ասում էր այդ ջազ մազի մեջ բայց հայերեն փորձի քո ձևով երբ այդ ես առաջ անգամ այդ Երևան Մոսկվա տրանզիտի երջանկության արդյունքները երկեցի, սկսեցի հավատալ, որ հա ինչի՞ չէ, թող իմ ձևով լինի, իմ հայերենը։ Ու դրա համար այս կարոտումը լավ ընդունվում է։ Դե որովհետև ես ոչ ունեմ ժող ձայն, ոչ էլ ունեմ սենց բան, բայց ինչի՞ չէ, թող լինի սենց կարևորը դու անկեղծ ես, հոգով այս երկում երաժշտության մեջ ես ու հետո հասկացա որ դուր է գալի մարդկանցը որտեվ ամբողջ երկերս գնում էր ասենք ռուսերեն, անգլերեն, մեկ է մի հատիկ այդ խեղճգրակ այդ երաժշտության արդյունքները իտո կեսը հայերեն, կեսը ռուսերեն, որ ասում են սոնա չես պատկերացնում հայերենը ինչ սիրուն է քո մոտ։ Հա, ասում ես սադկացնում ես երկի հայերեն ու իհարկե այս կարոտումը շնորհակալ եմ իմ ավտորներին եւ Նիկը առաջարկեց ասում բայց ով նկարի ինչ նկարենք ասեց սոն դու ջահելներին միշտ պատժկա ես անում թող այն միշտ նույն մարդիկ չնկարեն չայլ լավ տաղանդավոր երեխեք կան այնքան մեծ սիրով կուզենան քո հետ աշխատեն եթե իհարկե թույլ տաս ասի իհարկե բա որտեվ ես չեմ սիրում մանապոլիա վիճակ գրելու մեջ թե բան պետք է այդ ջահելներին տեղ տաս որտեղ ժամանակին ինձ են պատժկան արել եւ իհարկե Նարեկին մերսի որոշեցինք ու գնանք որ Ծաղկաձոր ու իհարկե ասում են շատ ցուրտ է այնտեղ այդ վերև ասում են ոչինչ ոչ մի ցուրտ էներգիան քո մեջից պետք է լինի ու ասես դուրները այդպես եկա որտեղ դու ասում եմ պետք է հավատաս առաջինը դուրդ գա քեզ որ դիմացինին քո զրիցելա այդ հասկանում որ իսկականից անկեղծ ես ու ոչ մի ցուրտ չես զգում այնքան պատասխանատու է այն դրոնով կադրեր պետք է լինեն դրոնը խեղճը սառավ ու չաշխատեց ասի ոչինչ դրոնի տեղ ուրիշ բան կանենք շնորհակալ եմ սա էլ սա ամբողջովին բոլոր քարտեր հիշողություններ են դե նայ կարոտում որ ես Կոկչյանին ասի կարոտում եմ չէ հասկացողությունը կարոտում որովհետև էս էլ է կապված ասում եմ ամբողջ աշխարհով մեկ ենք մենք հայերս ու այդ կարոտում հասկացողությունը ոչ թե ես կարոտում եմ ինչ-որ մեկին այլ բոլորիս մեր այդ կարոտ բանը կա այդ մեր հետ է որովհետև Շեխն ասած բասալը ոնց էր ասում ու այդ կարոտը կա կարոտում եմ որ ես Երևանում եմ ուզում շատ ապրեմ տենց էլ եղավ դե փառք Աստծո դու Երևանում ես մեր կողքին դա ամենակարևոր նվաճումն է քո համար եւ մեր համար ձեզ էի կարոտում ասում եմ դες դուք զանգեցիք շնորհակալ եմ Մոսկվայում շատ ուրախ եմ որ առողջական ձեզ լավ նայեք լավ տու նավա մեր լեզվով ասած Սոնա ջան եւ մի երգ էլ կա որը դու կատարում ես մի զուրգ երգ ավելի շուտ մեր շատ սիրելի Ռազմիկ Ամյանի ընկերակցությամբ այդ երգի մասին ինչ կարող ես ասել թե դիտենք հետո խոսենք ոնց ասեք լավ դիտենք նոր շարունակենք խնդրեմ Իմ ու քո սիրո այն երգը
որ հիմա հոգուս մեջ վերք է ոնց դա եղավ ես չիմացա երևի ես ինձ կորցրել եմ երևի քեզ անտեսել եմ ոնց պատահեց չհասկացա բայց երբ գիտեմ չկաս կողքիս բայց երբ չկաս հոգիս էլ ոնց ապրեմ շատ դժվար է ինձ քեզ տեսնելը քեզ տեսնել ու քեզ չգրկելը գիտես սիրում եմ քեզ իմ հոգում միայն քո հուշերն են առավոտը ինձ մութ գիշեր է գիտես սիրում եմ քեզ Դու գիտես որ միշտ ներել եմ Տերելով երջանկացել քեզ հետ քո կողքին Սեր ապրելիս Դու գիտես որ կարոտել եմ Կարոտից խելագարվել ամեն առավոտ Առանց բարևիտ Բայց երբ գիտեմ չկաս կողքիս Բայց երբ չկաս հոգիս Էլ ոնց ապրեմ Էլ ոնց ապրեմ Շատ դժվար է ինձ քեզ տեսնելը Քեզ տեսնել ու քեզ չգրկելը գիտես Սիրում եմ քեզ Իմ հոգում միայն քո հուշերն են Առավոտը ինձ մութ գիշեր է գիտես Սիրում եմ քեզ Գիտես Առանց քեզ երիքում ինձ օդը գիտես Մարում եմ ես գիտես Որ հիմա պիտի սպանենք կարոտը գիտես 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 Շարունակում ենք մեր զրույցը երկչույի Սոնայի հետ մի հրաշք էակի, որին միշտ շատ սիրով եմ ես հանդիպում եւ գիտես Սոնա զգացմունքները քո հանդեպ շատ ջերմ են եղել եւ մանավանդ որ դու իմ շատ լավ ընկերոջ բարեկամի եղբոր աղջիկն ես դա ինձ ավելի է այսպես քեզ հետ հարազատացնում Ռազմիկի այդ այս երգը նույնպես շատ լավ ընդունվեց հանրության կողմից այս մասին ինչ կարող ես ասել Դե տաղանդավոր է Ռազմիկ ամեն մի հատ ունենք, ինքն էլ գրել է մեր երգը։ Իրեն։ Եվ երաժշտությունը եւ խոսքերը։ Ճուտո մուզիկանտ։ Շատ երկար տևեց, որովհետեւ իմ ընկերուհիս, ընկեր, ասենց ասեմ, շատ հարազատ մարդ, որը Միացյալ Նահանգներում է ապրում, Աննա Կարա, նորից շնորհակալ եմ իրան, ասենց ինքնաթիռով իրար հետ մենք ստեղից Երևանից Մոսկվա ասեց Սոն դենց կուզենամ հայերենի մեջ ունենաս երգ դուետ Ռազմիկի հետ ամեն ասում բայց մեր ցայները մի քիչ չի բռնում իրար հետ չի ասեց շատ լավ կբռնի Այդ ուզենք հայերեն արի զանգեք մի հատ խոսամ հետը ես կխոսեմ ու ինքը այդպես խոսեց Ռազմիկի իր նախաձեռնություն այո ասեց խնդրում եմ ձեզ պետքա հայերենի մեջ դուետ Ռազմիկ Ամյանի հետ ասի լավ փորձենք ես չեմ պատկերացնում մանավանդ այդ 40 գրադուս արևից հետո
երկը, դե Արոն կար այդ վաղթելը, ուզում ասեմ, այտենց, տեսակ, դու էդ Արայիս դուետից հետո, տենց, բայց որ ասեցի, լավ, երևի դու մի բան զգում ես, ես չեմ հասկանում։ Շել քո վերջի տեսահոլովակների։ Այո, նոյեմբերի վերջն է, դուս եկե 30-ին անցյալ տարի, այո։ Եվ բայց երկի process-ն է երկարտ է, որտեվ Ռազմիկը շատ մեծ սիրով ընդունեց, առաջարկ ասեց դե մեծ սիրով եւ գրեց շատ արագի մեջ գրվեց երկը մելոդիան ինքը երգեց առանց բառերի դեռ լսես երկու բառով ասած բայց երաժշտությունը շատ դուրս եկավ ուղարկեց ու հետո ինչ որ անընդհատ խոչընդոտներ էր sense որ չէր ստացվում Հայկոն մահացավ հետո Արցախի հետ կապված այդ հանձնել էլի ոչ մի ցև չէր ստացվում հետո Արան մահացավ ոնց որ всё որ բլոկի մեջ էր երկը կա բայց չեն կարող անել 3 տարի չենք կարողացել ու տենց մնաց է որ ասում դե ուրեմն ոնց անես անդադ խաղալու այ ու որ ասում наконец նոյեմբերի 30-ին անցյալ տարի դուրս եկավ Արենա Բայդյան ռեժիսորնա տեսահոլովակի ինքն ինձ նկարելա դու Քևին Մկոյի հետ դեռ 15 թվին բրատ մոյնա նկարե ինձ ու Արայի հետ то есть առաջի աշխատանք չի Արենի հետ Բայդյան Մգեր Արմենիա հետ You Are My Life նկարե то есть Արենը իր ձևով ինձ տեսնում յուրովի որտեվ շնորհակալ եմ իրան ինքն շատ տաղանդավոր պետք է ազգաս արտիստներ պետք է ռեժիսորին շնորհակալ եմ իրան շատ եւ տեսանք որ չէ մարդկանց դուր եկավ այվար ասма ուշլնի տենց ուրեմն պետք է լիներ ու շատերը գրում են սոն հաստատ հայրեն չթողնես երկի ու շատացրա քո ռեպերտուարի մեջ հայրենը որովհետեւ ուրիշ ձև հնչում կոմոդ Դե ասի շնորհակալ ենք, բայց երկը պետք է մելոդիան լինի, որը շատ դիֆիցիտ ախր այսօրվա օրով այդ մատերիալն է, որովհետև հիմա այս վերջերս նայում եմ մեր ջահելները տենց ասում են, իսկուսինի ինտելեկտ արդեն շուտով կարող է ոչ կոմպոզիտոր պետք լինի, ոչ պոետ պետք լինի, ոչ մի բան, բացի։ Եթե սա իսկուսինի ինտելեկտ ուղարկում են ասում են լավն է, ասում եմ, հա ինչ լավն է, ասում եմ, իսկուսինի ինտելեկտ ասում եմ, չէ վատն է։ Իմոտ ինչ-որ էլ ատպոր ադեմ ենք, ոչ թե հին ենք, այլ չեմ պատկերացնում են, բայց շարական եմ, ես ժողովրդին էլ չես խապի, որ ճաշակ ունեն, որ ասում եմ ուղեղներ չեն անջատում, հայր ջան, ներող, բայց ես ոնց կա տենց եմ ասում, ճաշակն էլ ունեք, ամենշ էլ հասկանում եք, լավը վատից էլ տարբերում եք հաստատ, ու յուրաքանչյուր արտիստ ամեն ինչ անում է զրիցելի, слушатели համար, այս ծափերի համար։ Այո։ Սուրը գիտես, մեր ժամանակը շատ արագ թրջում է, ինձ հուշում են, որ արդեն մոտ մի ժամին ենք մոտենում, դրա համար մի երգ կա, որը անպայման ուզում եմ մենք լսենք, որով էլ այսօրվա մեր զրույցը սահմանափակենք։ Շնորհակալ եմ։ Հիմա լսենք, որտեղ կարծում եմ քեզ համար էլ այդ երգը շատ թանկ է։ Я в молитвах за вас. Сердце мое сейчас наполняют О тебе хочу я рассказать всем на земле Ведь таких, как ты, просто не бывает Люблю тебя, ты мое сердце и душа С тобой мне не страшно в жизни ничего Тебе эта песня низкий мой поклон Каждый день, каждый час я в молитвах за вас Это счастье, что в жизни вы есть у меня Каждый день, каждый час я в молитвах за вас Чтобы были вы рядом
Մենք ավարտում ենք մեր զրույցը երկչույի Սոնայի հետ, բայց շատ այսպես մի տեսակ ափսոսում եմ, որ քեզ շուտով պիտի այսպես հրաժեշտ տանք, որովհետև աշխատին մեզ շատ հյուրընկալու ես։ Շատ հրաշալի երգ է։ Հիմա շատ այդ բաները կասեն, մեր մոտ չի գալի ինտերվյուների, այս ոնց է գնացել է պարոն Գուշյան, չջղայնանաք։ Ձեզ իմիգրանտ ասում եմ շատ տեղերից են կաչում, ժամանակ իրոք չունեմ, շողջան չունեմ, բայց եւ պարոն Գուշյանը զանգեց, չեմ կարող իրան մերժել հաստատ։ Բայց ոչինչ, ձեր մոտ էլ բոլորդ մոտ կգամ, ուզում եմ ասեմ, որ տենակ, գիտեմ ջղայնանալու եք, ներող եղեք, որովհետեւ իրոք մոտ ժամանակ չկա, համերգներ է, տարբեր հիմա եռալեգենդնա, մյուս եռալեգենդնա 35-23-ին, 16-ի եռալեգենդը Շարլ Ազնավուր, Հայկոյի եւ Արո Բաբաջանյանի երգից վերսած ֆիլհարմոնիայում ալինելու մի քանի արտիստներով, երգիչներով pop symphony, որ անում ասես լավ համերգներ, շնորհակալ ենք, որակ, ինչ ասել եմ, տարբերերը հետո նավագոտնի սենց բաներ է հիմա, տարբա երգին ենք պատրաստում, ֆրուսի թռիչները գնալ գալը, բոլորի չեմ ուզում նեղացել։ Միջալու ցերուս ես, իքան թրջել գնալ գալ, ամեն մարդ չի կարող։ Հա, որի ասում են, չենք հասկանում, սոն մի օր տեն մեկ նիհարես, մի օր տեն մեկ չակ, դու ոնց է, ասում եմ, որտեվ անդադ այդ սամալյոտները ոնց որ ավելի շատ սենց աճոկ է, ոնց ասեմ, այդ թռիչներ, հիմա էլ ձեռքես նան չի ծալում, որտեվ 3 օր առաջ եմ եկել, թռիչ կա, էլի սենց այդ կապ ունի էլի, ու սիրում եմ համով ուտել, ինչ պիտի կապեմ, որ ստեղ էլ Երևանում ամեն ինչ ենքան համով է։ Այո։ Տենց երկնել, ուզում եմ ասել, ինչի սա եղել է պատվեր երգ, բայց ինչի ես ընդունեցի ու հասկացա, որ ինձ համար շատ կարևոր է, երբ որ մեր մեծերի, նախնիների հետ է կապված, ու երբ որ հասկանում եմ թորնիկը, ուզում եմ պապիկին սենց անին վեր, ասում եմ, ուրեմ դու լավ թորնիկ ես։ Այո, արժանի։ Այո, որ պապիկին եւ շնորհակալ եմ էլի մեր Բայց հրաշալի երգ էր։ Կարեն Սևակին, այո, որ երաժշտությունը գրեցին, բարերը Աննա Հովներն է գրել, այն մի փոքր հայրենն էլ Գայանեին եմ շնորհակալ, որ այդ փուճուրիկ 4 տողա, բայց իրա էլի այդ կալարիտ նամուցել էր այդ մի քանի բառ հայերեն, բայց շատ իմաստուն խոսքեր, բառեր եւ ուրախ եմ, որ ես երգը սենց սիրվեց մարդկանց ամենտեղ, ուզում եք ասում են ինչ կլինի, այդ каждый день каждый час է, էլի, ասում каждый день каждый час, я молитву заласа, բայց դե տենց են հիշել, припев, это каждый день каждый час, թե ասում լավ, թող каждый день каждый час լինի։ Ամեն օր, ամեն ժամ, ես ձեր աղոթքներում եմ։ Այո, շնորհակալ։ Սոնա, շնորհակալ եմ, որ եկար, իսկապես շատ հաճելի է քեզ տեսնել։ Ինչ ժամանակը ինչ անեմ։ Ժամանակը մի ժամ անցա, բայց այնքան բան ունեինք ասելու։ Շելի բարեկամներ, սպասեք Սոնային նաև իհարկե առաջիկայում Փակ TV-ում, ես նրան մաղթում եմ ամենակարևորը քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական հաջողություններ, դեկտեմբերին կլինի տարվա երգը եւ մենք Սոնային առիթ կունենանք նորից շնորհավորելու։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ նա մեր Փակ TV լավագույն բարեկամներից մեկն է եղել եւ կմնա։